Բարլուս ժողովուրդ նամակ բան չունենք, ոնց որ չէ դատարկա, ոնց եք լավ եք, ես լավ եմ, գնում եմ դեմքի լվանալու բան պետք է առնեմ մի հատ էլ սկրապ, հետո կողքից էլ ակցիոնի կողքի խանութ եմ մտնելու էլի, հետո էլ կմտնեմ ակցիոնից հեղու կոճար կառնեմ ու տուն կգամ, մեկ էլ նայ մի հատ կամ սև մատիտ կամ սուրմա, մի հատ ունեմ, այսօր էլ իբր կսել եմ, բայց հասարակ բան է էլի, անմիջապես բան է լինում, որ կսում եմ, սենց ոնց որ լաղվում է էլի, նոր դուրս գալուց առաջ էր հեռախոսը նայեցի, ու նորություններն էի նայում, ուրեմն ամուսինները բանկերից մեկում խնայողություն են ունենում 53,000 եվրո, խնայում են, որ հարսանիք կաղնեն էլ իրանց հարսանիքի ծախսերի համար, հետո հանկարծ մի օր հայտնաբերում են, որ ունեն 85,000 եվրոյի պարտք, այսինքն 53,000 իրանց խնայողությունները տարել են ու բան են փոխանցումներ են արել այդ փողես կողմեն կողմ տարբեր 4 երկիր փոխանցել են ու բացի դրանից էլ իրանց անունից վարկ են վերցրել 32,000 եվրո ու չեն կարողանում գտնել, այսինքն անհայտ է մնում իրանց այդ ամեն ինչը, կապվում են բանկի հետ, ասում են ոնց է հնարավոր այդքան վարկ վերցնել մեր անունից, ուր է մեր փողը, ոնց է հնարավոր այդքան վարկ վերցնել ու բանկը մեր եկամուտներին չի նայել, որ հաստատել է վարկը, բանկը ոչ մի չի կարողանում ասի, կապվել են այդ բաժնի հետ, վերջը հարցին լուծում չեն կարողանում տան, էդ էլ ոնց են հայտնաբերել, իրանք չեն իմացել, ասում են, որ փող էինք հավաքում հարսանիքի համար, 26-27 տարեկան զույգեր էին, իրանց ոնց որ տատիկ ծնողներն էլ էին, էլի այդ խնայողական հաշվի վրա գումար գցում, որ հարսանիք կարողանան անեն, տատիկը ոնց որ փող փոխանցելուց նայում է, որ այդ հաշիվը չկա, գումարը չկա, թե ոնց, այդպես, այդ ձևով են հայտնաբերում, որ չկա խնայողությունները, նոր խառնվում են իրար, բայց ոչ մի բան չեն կարողանում անեն, ոստիկանություն բան են էլի հայտնել, բայց բանկը իրականում պետքա, իդեպ ասեմ, այդ գումարը 48 ժամվա ընթացքում տարել են, փոխանցել են այս կողմեն կողմ ու գումարը տենց զրոյացրել են, իսկ բանկն էլ պարտավոր է 24 ժամվա ընթացքում այդ գումարը ետ բերի, բայց չի կարողանում ու հիմա արդյունքում այս մարդիկ համ կորցրել են իրանց 53,000 եվրոն, մի հատ էլ իրանք պարտք են մնացել բանկին, պետքա 32,000 եվրո վարկ փակել, ասում եք ինչ, ու գիտեք ոնց է եղել, իրանք ըստ երևույթին բանա, SMS-ով կամ ինչ-որ ձևով լինք են ստացել, լինք, սեղմել են այդ լինքի վրա ու դրանով ամեն ինչ դրա միջոցով է արվել, այդ որ բանկերը ընդհանրապես միշտ զգուշացնում են, որ մենք երբեք SMS-ով ձեզ որևէ լինք չենք ուղարկում, եթե ստանաք չսեղմեք դրա վրա, ըստ երևույթին իրանք սեղմել են դրա վրա ու դրա միջոցով այդ կեղծարարները, խարդախները կարողացել են իրանց այստեղ ապրողները գիտեն, իցմի կա, մտնել իրանց իցմի միջոցով համ փողերը տանել, համ էլ այդքան վարկ վերցնել իրանց անունից, նենց որ ժողովուրդ ջան շատ վտանգավոր է, շատ ուշադիր պետք է լինել, ամեն մի ստացած բանի վրա պետք չի սեղմել ու բացի դրանից անձնական տվյալները, չնայած հիմա էլ ոչ մեկից անձնական տվյալ չի էլ մնացել, ամեն ինչ հայտնի է, բայց ամեն դեպքում գոնե այդ բանկային տվյալները ամենտեղ պետք չի գրել կամ բան անել, որտեղ մարդիկ շատ հաճախ սոցցանցերում անգամ կարող է մի բան տեսնեն ու միամտորեն, օրինակ թեկուզ մի բան վաճառում են, միամտորեն իրանց տվյալները գրեն ու փորձեն այդ պատվիրեն, օրինակ Facebook-ում կամ չգիտեմ որտեղ ու դառնան խարդախության զոհ, ինչևէ ուզեցի ձեր հետ էլ կիսվեմ, որ շատ ուշադիր եղեք բանկային հաշիվներին ու ձեր անձնական տվյալներին։ Հոնը լավ հասել է, գոնե մի քիչ ցածր չի որ քաղենք, մի քիչ ուղղակի քաղենք էլի, նայեք, էսա մի հատ իմ խաթերես ներքևը կամ երկու հատ քաղեմ ու անցնեմ,
Ինչ էլ հավեսատուրներ են։ Բայց ինչի համար է պետք չգիտեմ, էլ այնքան որ տեսա, աչքս տեսավ։ Ça sera le mois de... Այս էլ սենց էլի դեկորացիա բան դնելու համար, տեսա։ Այս ցեպերը կախելու համար։ Այս կողմում իրականում ինձ ոնց որ բան պետք չի։ Մենակ կարելի մի հատ փոքր տոփակ առնել։ Րոպե նայեմ, այս 20-ից 25 լիտր։ Ավելի փոքր երևի։ Այս էս նույնից, հա։ 20-ից 25 լիտր։ Րոպե նայեմ, սրանք 5 լիտրանոց, ինձ թվում է այս է երևի լավ բաղնիքի փոքր դույլի համար 5 լիտրանոցը։ Լավ, մի հատ վերցնեմ, նայենք եթե լավ է։ Մեր ունեցած մեծ է շատ։ Իսկ այս մեկը 10 լիտրանոց։ 10 լիտրանոց է պետք, չգիտեմ ճիշտն ասած, 60 հատ 10 լիտրանոց։ Լավ, ես անգամ ես 5-ը վերցնեմ։ Մեկ էլ ինձ պետք է մի հատ այս ամաններից փոքրոտ, բայց նայեմ ինչ ձևի ունեն սրանք։ Այս տեսականն, բայց փոքր, շատ փոքր չէ, փոքր առել եմ, մի հատ չափը արդեն պատկերացնում եմ ինչ է պետք, բայց այդ չափի չեմ տեսնում։ Չէ որ հետս, ասենք եթե բան տանել լինեմ, պաուզայի ժաման համար, ընդմիջման, բայց հակի մեջ էլ հարմար լինի դնելը։ Չէ, չկա տենց։ Այս կողմերն էլ մի հատ նայեմ, սրանք տոպրակներ են, կրեմ բանել, երբ ենք բան թխում, որ տոպրակ պետք լինի, այս սրանցից է պետք, այս գտալներից է պետք, բայց այս մի գույնն է, մի հատ կվերցնեմ։ Նայեմ այս կողմերը, այս ասպերժեն եփելու համար հատուկ է, ամեն ինչի համար, որ առանձին աման ունենանք, այդ ուշ կգնահասնի։ Այս կողմից բան պետք չի, ես ուր ժամանակ եմ ծախսում։ Ինչ ես տգեղ բաժակներ են։ Լավ գնացի։ Սրանք բարձր են։ Այս բարձերը, բայց լավ չեն ուռում։ Բարակ են էլի լինում։ Սրանք էլ են սավաններ։ Ասինչ են ծրարները։ Կատում։ Սպասեք մի հատ նայեմ։ Զերզոկար։ 10 եվրո արժի։ Հետ էլ ես կողմից ծրարները նայեմ, սրունչի։
faire la photo de Կեցկատուն 4200 մի տեղանոց Ակցիոնից դուրս եկա, ինչքան մանր կոպեկ ունեի տվեցի Դրամապանակս թեթևացավ Հիմա մի հատ մտնեմ Սիենա ուղղակի մի հատ նայեմ էստե ինչ-որ հարմար բլուզ բան ունեն թե չէ հետո նոր կմտնեմ դեմքի խնամքի միջոցներ առնելու Սմայկաները սիրուն են, բայց կարճոտ են 13 եվրո արժեն, բայց սեղջ ունեն 30% սեղջ Շատ է ծաղկավոր սրանք Ես ավելի շատ զգեստներ եմ ուզում նայեմ, եթե ունեն Ուրոպես շալվարներն եմ նայենք Լավ կտոր է 30% սեղջ Շատ սիրուն կտոր է Արևան ակնոցները նայենք շատ մուկ չէ էլի տենց մի քիչ բացոտ ակնոցներ ինչ կան մեջ Չափսերով են պետք է փորձել նայենք ինչ կա հետ Շատ տոնական են, չէ։ Անցանք ես կողմից։ Եվրո արժի Տաս եվրո սրանք Սրանք են թևնոցները եվրո էլի արժեն թևնոցներն էլ ատան ջողերն էլ լավ գնացինք ես կողմից ինչ էլ սիրուն գույնը բորդո կոստյումը արժի 36 եվրո ժիլետը արժի 20 եվրո նոր են ստացել շալվարը արժի 26 եվրո Տասական Նայք լեհեջ շորիկներ չունեն ոնց որ չի երևում հեջ զգեստներ չի երևում հեջ Չէ, այստեղ էլի բլուզներ են հակավ այստեղ ունեն զգեստներ Սրանք էլ սիրում չի նայք լը թևեր ինչ ձև են Չափսը չի, մեր ազմ էր փոքր
Հայլի չկա, որ դիմացը կաննեմ փորձեմ։ Ինչե վերջ իշնում է։ Ձիգ կտորա, փոքր կլնի ինձ իմ ռազմերը չի։ Իսկեսներ չկա։ Դրին կողմը նայեմ ու սրանք կասյումներ են։ Լույսը արժի 13 եվրո։ Այս էլ սենչիլետա 20 եվրո, 20% զերջ։ Վերջ ասած նորմալ բան չկա, մի հատ զգես չկա, ոչ մի հատ ձևի համար զգես չկա։ Ես էլ կախել են ու արագ վաճառվել է։ Ես չենսա։ Սպիտակը արժի 30 եվրո, ջինսը արժի էլի 30 եվրո։ Վերջ ասած տենց ընտրություն չունեն, ես զգեստը ինչ-որ իմը չի։ Զգես չկար Սիենայում։ Գնամ հիմա մտնեմ այդ դեմքի խնամքի բաներն էլ վերցնեմ ու գնամ տուն։ Այս սրանք են այդ խնամքի միջոցները։ Դեմքի։ Իրոպե, կրեմ վար, գել վար։ Այս երկու բան ընտրեցի դեմքի խնամքի ու մեյքափի բաներից հանգիստ նայեցի, բայց երկար չեմ կարողանում էլի նայեմ ու հիմա արդեն գնամ տուն, իսկական աշնանային եղանակը ինքան հաճելի է, բայց վաղը եկող շաբաթ վաղվանից շոքելու է 30-35 աստիճան, այսօր 20 աստիճան ակամ։ Ծերանոցի մոտ սենց սիրուն այգի կա, որ այս շենքի բնակիչները, ծերերը դուրս կան ու սենց սիրուն տեսադաշտ ունենան։ Ինչ հաճելի է։ Ասել ոնց որ խնձորի ծառը։ Սիրուն է, շենքն էլ է սիրուն։ Այք ինչ սիրուն շենք է, ծաղիկներով զարդարած։ Ասեք մոտենամ նայեմ հելը խնձորի ծառը ու գնանք։ Հա, այս էլ հոնի ծառն է։ Այս կողմից աճում է։ Էսա հոնի ու խնձորի ծառերը միացել են իրար։ Լինեք ինչ առատ բերք է։ Շատ սիրուն է։ Այսից փոքրիկ այգի է։ Լավ, ետ դառնամ, ասեցի մի հատ ձեզ ցույց տամ։ Փոքրիկ այգի է։ Հասա տուն մի հատ փոստ նայեմ ու չէ բանել չկա։ Հասա ժողովուրդ ջան։ Բացվեցի, հիմա ուզում եմ ես ցույց տամ, ինչ որ արել եմ, հետո նոր հաց կուտեմ։ Ժամի 3-ն է լինում, նախաճաշս այնքան հագեցնող էր, որ մինչև հիմա սովածություն չեմ զգում։ Նախաճաշն էլ կերել եմ 2 հատ ձու ու մածունի մեջ չայի սերմեր էի լցրել, թողել էի փափկել էր, տենց ուռել էր, երևի մի կես ժամ ավել ու ետ էի կերել, նես լավ պահում է։ Այս լցույց տամ մեր խանութից էի արել, ես կիսաշրջազգեստը կաթանա, կաթան ճիշտ եմ ասում բարելեին, հա, երևի ճիշտ եմ ասում, զորական սենց հասարակ երկար, կողքից սենց բանով, բացվածքով, հագել փորձել եմ, շատ սիրուն է լինում,
Այս մասը, այս ամենավերևը մի փոքր դժվարությամբ է քաշվում, մենակ հենց այս վերևը, այստեղ արդեն լավ է, բայց մտածում էի տանեմ ետ, չտանեմ, ինչ չանեմ, ինձ դուր է գալիս, երևի մենակ այս պահն էր, հետո ասում դե լավ, երևի այս մոտիվացիա կլինի, որ ավելի շատ ջանքեր ներդնեմ, որ նիհարեմ այս մասը, սկոտկատեղի մասը դժվարությամբ եմ ձերբազատվում այդ վիցելյար ճարպասվածից, գիտեք, հորմոնների հետ կապված, մենակ ես չէ, որ այդ խնդիրն ունեմ տարիքի կանայք կամ ընդհանրապես ով որ ունի հորմոնալ բաներ, խնդիր չի ասի, բայց փոփոխություններ հորմոնալ ֆոնի այդ խնդրի առաջ կանգնում են։ Հիմա այս մտածում էի պահեմ հլա նոր եմ բերել, երևի մի 2-3 շաբաթ պահեմ, մի ամիս ժամանակ ունեմ, նոր հստակ որոշեմ։ Ընդհանուր առմամբ դուրս գալիս է, բայց ես մի քանի բան առած, ես ցույց տամ։ Այս կտրոնները, այս օճառը ակցիոնից եմ վերցրել, են մեծ օճառներից չկա, այս երկու անգամ ակնում ենք, չի լինում, դրա համար էդ եմ վերցրել, հետո մի հատ այս գտալը վերցրի, այս գույններ, ծանցրալի գույնը, դրա համար մի հատ վերցրի, ու այս տոպրակներ էլ մի րոպե հենց հիմա բացեմ նայեմ գոնե չափը ճիշտ է, այս բաղնիկի դույլի համար եմ վերցրել 5 լիտր ինձ թվում է պետքա որ նորմալ լինի այս դույլի համար մի հատ աշոտն առել դրել էր բայց շատ մեծեր են մի րոպե տեսնեմ հա իսկականն է ահա այս չափը մի րոպե բացեմ ցես էլ ցույց տամ չափը իսկականն է փոքր դույլ է այնտեղ Դե կարող է փոքր է, չէ փոքր չի, շատ լավ է, տասատ կա մեջը, ես վերև կհանեմ մի անգամից, ուրեմն դեմքը լվանալու համար ես գելը վերցրի, կար նաև կրեմը, նորմալ ու խառը մաշկի համար է, իրիկունները հատկապես սրանով լվանում եմ ու շատ լավն է, ես շատ գոհ եմ ու վերցրել եմ այս սկրաբը, առել էի հետս Հայաստան էի տարել, թողեցի Հայաստան, էլի հետ չբերեցի, այս սկրաբը շատ նուրբ, մանր հատիկներ են տենց, սկրաբով ամեն օր դե չի կարելի, բայց շաբաթը մի 2-3 անգամ կարելի է, կարծեմ վրան էլ ագրված, եթե չեմ սխալվում, երկու անգամ շաբաթական կարելի է սկրաբով դեմքը լվանալ, բայց սրանով ամեն իրիկուն կարելի է։ Մի հատ էլի դեմքը լվանալու համար, այս արդեն կրեմ բանա, կրեմային է էլի, կորեական բանա, այս նոր էր, ես իրանց գովազդի մեջ տեսել էի, սրա տարբեր բաները կային այս ֆիրմայի, բայց այսինքն օնլայն էի տեսել, որ կան, ստացել եմ, բայց հանդուկ չկար, մենակ ես էր մնացել։ Վերցրել եմ, փորձեմ, կարծեմ 5 եվրո արժեր, կինել էր մատչելի։ Մի հատ վերցրել եմ բան, ինչ էր անունը, մի հատ վերցրել եմ սուրմա, ես իմ ինչ սուրմա քսող չեմ, բայց մեկ-մեկ պետք է լինում, փորձում եմ մի քիչ անպայման աչքի տարբերվում է իրարից, նույնը հաստատ չեմ կարողանում անեմ, իսկ թվում է պրոֆեսիոնալներն էլ նույնը չեն կարող անեն, ինձ տենց է թվում, չգիտեմ, բայց ամեն դեպքում մի հատ վերցրել եմ, մի հատ վերցրել եմ այս մատիտը, մյուս կողմից այսպես խոզանագունի, այս մուգ դարչնագույնը, շատ սիրուն գույնը, այս կողմը փակա պետք է արդեն բանով բացեմ, ինչ որ է այս դարչնագույնն է, այս մի հատ կոնսիլեր եմ վերցրել, գույն չկա վրան գրված, մենակ համարներով է, ես մտածեցի, որ այս գույնը կարող է լինի ինձ, այս աչքերի տակ քսելու համար։ Մի հատ աղջիկս տվել էր Հայաստանում, այսինքն ես ունեի, իմը թողեցի թորնիկիս, աղջիկս ինձ մի հատ տվեց, հիմա նորից այստեղ ես մի հատ առա։ Աղջիկս տված է մի փոքր բացագույն է, ինձ թվում է կարող է այս լինի։ Հիմա կփորձեմ, եթե չեղավ նորից էլի ուրիշ գույնի հետ կխառնեմ։ Այս ծեներ եմ վերցրել, այս գույները,
մի երկու հատ ոնց որ փայլ ունեն, բայց ընդհանուր բոլորը չի որ ունեն փայլ։ Ես սիրում եմ այս գույները։ Դաշնագույն բան։ Մի հատ էլ շորթներկ, այս գույնը, դաշնագույն, մուկ դաշնագույն, մատվի երանգա։ Ու կեսից մի հատ տվեց այս նվեր, դե չի կարա առաջ գնամ շարունակեմ, ես ինքս էի վճարում տիկնասպասարկող կասայի մոտ, մի հատ այս նվեր տվեց, այդ աշխատողը բերեց սկանարեց, հետո որ լրի վերջացրի, նորից մի հատ էլ տվեց, այդ աղջկան ասեցի, էլի ա տալիս, բայց չեմ ուզում, մի հատ հասարակ բան ա էլի սենց փոքր աղջիկների համար, ասեցի էլ չեմ ուզում, ասեց դե ուրեմն մի հատ օքեյ արա թող գնա էկրանի վրա ես, որ կարողանաս վճարես, ու այդ վճարեցի այս բաների համար, դեմքի խնամ բանի համար, զեղչերով, ստացել եմ 12 եվրո զեղչ, պլյուս մի եվրո էլ հանելա իմ հաճախորդի քարտի վրայից, ընդհանուր վճարել եմ 18.30։ Վերջ, գնամ մի հատ հաց ուտեմ, խելքս գլուխս կա, մի հատ էլ համով սուրճ խմեմ։ Ժողովուրդ